Հայաստանը գտնվում է սուր շնչառական վարակների սեզոնի 18-րդ շաբաթում։ Այն տևում է մինչև 20-րդ շաբաթը։ Սուր շնչառական վարակներով պայմանավորված արձանագրվել է ցածր ակտիվություն, փոքր-ինչ ակտիվություն կա Արարատի մարզում։ Գեղարքունիքի լոռու մարզերում ինտենսիվությունը ցածր է։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության համաճարակաբան Եվգենիա Խաչատրյանը հայկական ժամանակի հետ զրույցում նկատում է. Մայիսի 4-ի դրությամբ ուրեմն արձանագրվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացումների 421 ուրեմն հոսպիտալացում, որից 94%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները եւ վերակենդանացման բաժանմունքում այս պահի դրությամբ, մայիսի 4-ի էլի դրությամբ բուժում է ստանում 35 ուրեմն պացիենտ բոլորը 0-18 տարեկանների շրջանում։ Նրա խոսքով հետազոտությունները ցույց են տալիս, որ խոցելի խումբ են 0-18 տարեկան երեխաները։ Վիրուսների հետևանքով հիմնական բարդությունը թոքաբորբն է։ Մայիսի 4-ի դրությամբ 232 հոգի ուրեմն հոսպիտալացված են թոքաբորբով, որոնց գրեթե 73%-ը կազմում են եւս 0-18 տարեկան երեխաներ։ Թոքաբորբերը եւ վիրուսային ծագման են լինում եւ մանրեային ծագման են լինում։ Իհարկե թոքաբորբերը հիմնականում լինում են ուժդիմելիության արդյունքում, նաև բայց վիրուսային թոքաբորբերը, ասենք հետո կարող է պատահի ավելի ուժդիմելիության արդյունքում մանրեային ֆլորան ուրեմն միանա եւ քիչ ավելի ծանր տանեն, բայց հիմնականում այս շրջանում վիրուսային թոքաբորբերով է պայմանավորված։ Հիմնական բարդություններն են դա թոքաբորբը, որը մեզ անհանգստացնում է, իհարկե, երեխաների մոտ կարող են լինել այդպիսի վարակներ, ինչպիսիք են կոնյունկտիվիտը, ականջաբորբերը, բրոնխիտները, որոնք շատ բնորոշ են ուժդիմելիության արդյունքում առաջացած բարդությունների, դրա համար առողջապահության նախարարությունը անընդմեջ հորդորում է ժամանակին դիմել։ Մասնագետն ընդգծում է, որ դեպքերն իրականում անհանգստացնող չեն, վերջինս հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ։ Զգուշացնում են նաև, որ սուր շնչառական վարակների ժամանակ չպետք է հակաբիոտիկներ օգտագործել։ Դրանք կարող են նախապայման դառնալ հիվանդության ծանր ընթացքի առաջացման համար։ Սուր շնչառական վարակների ախտանշանները բազմազան են, սկսած քթահոսությունից, կոկորդի ցավից, մկանացավեր, ջերմության բարձրացում կարող է լինել եւ առանց բարձրացումի, բայց եթե տեսնում են, որ ասենք երեխայի մոտ 2 եւ ավել վիճակի լավացում ընդհանուր չի լինում, ջերմությունը պահպանվում է, երեխան հրաժարվում է ուտելուց, անհապաղ պետք է դիմել բժշկի։ Սուր շնչառական վարակներով խոցելու խմբերը համարվում են 6 ամսեկանից մինչև 5 տարեկան երեխաները, տարեցները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները։